Գորիսի պետական դրամատիկական թատրոնը մի փոքր ուշացումով բացում է 89-րդ թատերաշրջանը։ Հանդիսատեսը շտապում է դեպի թատրոն, ներկա գտնվելու սպասված առաջնախաղին։ Դիտելու են Աբու Լալա Մահարի պոեմի բեմադրությունը, ակնկալիքները մեծ են։ Միգուցե ես դա շատ լավ եմ մարսել, սպասումներս շատ մեծ են։ Մտածում եմ նաև հասարակության ինչ շերտերում ինչպիսի ընկալում կլինի, որովհետև Աբու Լալա Մահարի որևէ բեմում դեռ չեմ տեսել, բայց քանի որ նաև շատ վստահում եմ մեր թատրոնի դերասանական անձնակազմին, հիանում եմ նրանց ելույթներով, մտածում որ անպայման ես լավ տրամադրությամբ կլքեմ դահլիճը։ Գիտեմ եւ կոլեկտիվին, եւ դերասանական կազմին, եւ ռեժիսորներին, եւ սպասելիքներս իսկապես շատ են Իսահակյանի 150-ամյակին նվիրված այս թատերական ներկայացման համար։ Ես լինելով այս թատրոնի նախկին դերասանուհի, շատ ոգևորված եկել եմ դիտելու մի ներկայացում, որը նվիրված է Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Շատ ողջունելի է նման ստեղծագործությամբ սկսել թատերաշրջանը։ Սպասում եմ, որ իրենց համար կլինի լավագույն թատերաշրջանի սկիզբ։ Հայտնի պոեմը ամենից շատ թարգմանվածն է հայ գրականության մեջ։ Սա թատերաշրջանը Ավետիք Իսահակյանով սկսելու շարժառիթներից մեկն էր։ 150-ամյակը մեր մեծ վարպետի, որևէ կերպ ուզում էինք մեր թատրոնում ազդարարել եւ նվիրել իր հիշատակին, որովհետեւ Իսահակյանի գրվածքները, բանաստեղծությունները մեր մեծ դասականի, մեր ինչպես ասում են, վարպետի հիշատակը եւ նման բարձր գագաթների մենք պարտավոր ենք ամեն կերպ պահպանել, հիշատակել։ Իրենց խոսքով դերասանները բազմիցս են ներկայացել, այս անգամ հանդիսատեսին պետք է մնջախաղով զարմացնեին։ Փորձությունը բարդ էր, բայց հաղթահարելի, խոստովանում են արտիստները։ Դերասանական խաղի վարպետության շնորհիվ ենք մենք այդ բացահայտումը բացում սուրահները, թե որ սուրահում ինքը ինչ էր ասում հանդիսատեսի մատուցում։ Ինքը կարողանում է բացել դերասանին, ինքը կարողանում է դերասանի ամբողջ մարմինը աշխատացնել բեմում, ինչը ժամանակին կատարում էր խոսքը։ Խոսքով իհարկե ավելի հեշտ է ինչ որ բան բացատրել ու կատարել գործողություն, բայց այս դեպքում մի քիչ եւ խոսքը, եւ պլաստիկան, եւ շարժը, եւ վարպետությունը համախմբված է միտեղ։ Լարվածությունը, այն բեմական լարվածությունը, ինչպես միշտ բոլոր ներկայացումներից առաջ ունենք, բայց այս մեկը ավելի մենք լրիվ ամբողջ խմբով միահամուռ կերպով ամեն ինչ անում ենք։ Շատ դժվար է հասկանալը ներկայացման, ասենք, ասելիքի եւ իմաստի մասին։ Իրանք պետք է այս ներկայացումից հետո իմ կարծիքով կսկսեն մարդիկ պոեմը Ավետիք Իսահակյանի այս պոեմը շատ ծանր է պոեմը իրանք ընթերցեն, որ իրանց համար ամեն ինչ հասանելի լինի։ Ներկայացման փորձերը տևել են մոտ 2 ամիս։ Ռեժիսորը 50 րոպեի մեջ փորձել է մեր ժամանակների հետ զուգահեռներ տանել, ասելիքը լռությամբ փոխանցել հանդիսատեսին։ Առաջին համատեղ աշխատանքն այս թատրոնի անձնակազմի հետ համարում է ստացված։ Միայն մեծ ազատությամբ, անհուն, անտարած։ Սա ավանդական դրամատուրգիա չի, սա պոեմի բեմական տարբերակն է։ Ես փորձել եմ այլ եւ այլ ուրիշ խնդիրներ չլցնել պոեմի մեջ, որովհետեւ պոեմը այնքան հարուստ, այնքան բազմաշերտ, այնքան խորն է, այնքան դառնագին մեջը շերտեր կան, այնքան հիասթափություններ ու ողբերգություն կա։ Մի փոքր ծաղկաքաղ եմ արել էլի, որովհետեւ ամբողջ չլսել, դա կներեք կարելի է ռադիո բեմադրություն անել կամ ամեն մարդ կարող է գնալ տունը կարդալ։ Թատրոնում նորությունները շատ են, դրանցից գլխավորը շենքի հիմնանորոգումն է, կառավարության 100% ֆինանսավորմամբ։ Տնօրեն Սյուզաննա Խաչատրյանը վստահեցնում է, շինարարական աշխատանքները չեն խանգարի հաստատության գործունեությանը։ Վերանորոգման նախագիծը արդեն հաստատված է, մրցույթի դրված է եւ նոյեմբերի 7-ին մենք կունենանք մրցույթի արդյունքները։ Կտևի մոտ 2 տարի, բայց իր ուրախություն մեր թատերասեր հասարակությանը պիտի ասեն, որ թատրոնը շարունակելու է իր գործունեությունը, դադար չենք ունենալու ենք մարզային տարբեր հյուրախաղեր, ունենալու ենք ստացիոնար ներկայացումներ, ինչու ոչ պլանավորում ենք նաև տարբեր ներկայացումներով մասնակցել նույնպես միջազգային փառատոների։
Թատրոնի խաղացանկն այս պահին էլ համալրվում է նոր գործերով։ Հանդիսատեսին մնում է սպասել հետաքրքիր ներկայացումներին և վերազինված շենքային պայմաններին։